Եթե ամերիկահայ նկարիչ ու քանդակագործ Վարազ Սամուելյանը կտակ չգրեր ու գումար չհատկացներ, Արտիկում մշակույթի նոր տուն չէր կառուցվի։ 155 միլիոն դրամով Հայաստան համահայկական հիմնադրամը 1 տարվա ընթացքում կառուցեց ու կահավորեց մշակույթի տունն ու այն այսօր շահագործվեց, որտեղ նաև նկարչի 42 աշխատանք էր ցուցադրվում։ Սակայն հավաքվածներին ավելի շատ այստեղ բերել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը։ Շատերի ձեռքին նամակներ էին, ոմանք փորձում էին անձամբ մոտենալ ու հարց տալ, իսկ դա ոմանց հաջողվեց միայն բացման հանդիսավոր արարողությունից հետո, իսկ հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին, ամենամտահոգողը թերևս ապրանքների գների թանկացումներ։ Շաբեդին թիմեցին ու 6 տարի էին վնասից հատուցում չետվե։ Սահին խապեց, հում թիմել է մենոր խապեց, այդ մեկնի հազարի խապեց, հարի հասանք տադարանն էլելի, օ կուզիրան, խոյին դիչի, ավելի շատ ու կուզիրան։ Ասիս պրծաղալ, Մեղք է ժորդ, վիդյագին այն է, ինչ կեց։ տղեք ու շատեր եղեք էլ բաման չտանել։ Պարզվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդիրներից խոսելու տրամադրություն չուներ, երբ լրագրողներից մեկը հարցրեց Գյումրիի նորակառույց Մուշ 2 թաղամասի շուրջ առաջ եկած խնդիրներից։ Նույնիսկ հարցը մինչև վերջը հնչած, Տիգրան Սարգսյանն այսպես արձագանքեց։ Թեմաներին մենք անդրադառնանք առանձին, ես կարծում եմ դուք եկել եք մեզ հետ կիսելու այս ուրախությունը, ճիշտ է։ Եվ միևնույն ժամանակ մեզ ուզող խնդիրները բարձրացնելու։ Ուզող խնդիրների մասին հետո կխոսանք, այսօր ես ձեզ կառաջարկեի, որպեսզի դուք ձեր խնդիրներին ներկայացնեք այս միջոցառման բովանդակությունը, պարոն Սամուելյանի կտակ այն հիասքանչ նկարները, որ դուք տեսաք ձեր սեփական աչքերով, եւ կարծում եմ, որ դեզանից ձեր լսողները, ձեր երկրպագուները շնորհակալ կլինեն, եթե դուք հաղորդեք այն մթնոլորտը, որ այստեղ ձեռնարկված է։ Եվ մենք շնորհակալ կլինենք։